Շնորհակալություն, նախ շնորհակալություն այս հնարավորության համար, քանի որ օրինակ Թբիլիսիում կարծես այդ հնարավորությունը ստացան մեն ընտրյալ լրագրողները, հուսով եմ ավելի շատ հնարավորություն կունենան քննարկելու։ Եվ մի քանի հարց ունեմ, առաջին հարցս կախված է մարզչի ընտրության հետ, արդյոք հետ հայացք նետելով ավելի ճիշտ չէր լինի Սուրեն Չախալյանին հնարավորություն տալ թիմը նախապատրաստել այս խաղերին, քանի որ նա ավելի լավ է ճանաչում։ Երկրորդ հարցս, արդյոք պատրաստում եք ինչ-որ կերպ օգնել Ջևան Չելոյանցին մարզադաշտի հետ ծագած խնդիրների հետ կապված, որոնք այս պահին մենք իմացանք, որ կա։ Եվ երրորդ հարցս ֆուտզալի ազգային հավաքականի նկատմամբ շատ մեծ սեր կա, ինչն էր խնդիրը, որ համալիրում չեղան այս կարևորագույն խաղերը եւ հանրությունը ցանկանում էր աջակցել մեր հավաքականին։ Շնորհակալություն։ Երկրորդ հարցի վերաբերյալ ես կխնդրեմ պարոն Նիկողոսյանը կպատասխանի, առաջին հարցի վերաբերյալ վերջապես մենք անունադրում ենք ֆուտբոլին, ուն ֆուտբոլին, որովհետև այս հարցը իրոք ֆուտբոլային է եւ իր տակ շատ լայն վերլուծության առիթ է հանդիսանում։ Գիտեք, Սուրեն Չախալյանը տեխնիկական տնօրենն է Հայաստանի ազգային հավաքականի եւ խնդիրը հետեւյալն էր, որ եթե մենք տեխնիկական տնօրենը չի նշանակվելու ազգային հավաքականի մարզիչ, ապա եւս երկու հնարավորություն տալ եւ հետո ավելի քիչ մինչեւ սեպտեմբերյան խաղերը հնարավորություն տալ գլխավոր մարզչին ճիշտ չէր լինի։ Ամենակարևորը, երբ մենք այդ նշանակումը անում ենք, մենք բնականաբար գիտեք, մենք չգիտեինք, որ մենք նման չափով, Էդուարդ Սպերցյանը չի լինի, չգիտեինք Լուկաս Սելհարյանի խնդրի մասին, որը օբյեկտիվ էր եւ ընտանեկան խնդիրներ կար, եւ մենք չենք կարող մեր առաջատարներից մեկին ինչ որ բան պարտադրել եւ դա նույնպես օբյեկտիվ խնդիր էր, մենք դրա մասին չգիտեինք։ Իհարկե այդ ֆուտբոլիստներով մարզիչ ավելի լավ կպատկերացներ, ավելի լավ կարողանար կառուցել դաշտը եւ դա էր պատճառը, որ մենք որոշեցինք նշանակումը անել շատ ավելի շուտ, քան հունիսյան խաղերը կլինեին, չնայած անկեղծ ասեմ, այդ հարցը մեզ մոտ նույնպես քննարկվել է եւ քննարկվել է լայնորեն, մենք դա քննարկում ենք մեր տեխնիկական տնօրինությունում, մարզական տնօրինի հետ, երիտասարդական հավաքականի մարզիչ եւ այլն, այդ քննարկումները եղել են, ես տարբեր կարծիքներ տարբեր մարդկանցից հարցրել եմ եւ լսել եմ այդ առումով, որոշումը այդպես է կայացվել հենց այդ պատճառով։ Խնդրեմ պարոն Նիկոս։ Ես շնորհակալ եմ հարցերի համար, հատկապես ֆուտզալի կապված, դրա համար կսկսեմ ֆուտզալից, հետո Ջևան Չելոյանցին կանդրադառնամ։ Տեսեք, ֆուտզալի ազգային հավաքականը մեր պատմության մեջ արդյունք ցույց տվեց, որը ցույց չի տվել Հայաստանում ոչ մի թիմային մարզաձև։ Մենք ֆուտզալով նվաճել ենք UEFA-ի Եվրոպայի առաջության եզրափակիչ փուլի ուղեգիր։ Այստեղ նստած է պարոն Ռոբեն Նազարեթյանը, ֆուտզալի ազգային հավաքականի գլխավոր մարզիչը։ Ես շատ ուշադիր հետևել եմ, շատ քիչ կան այն ԶԼՄ-ները, ովքեր այսօր ներկայացված են, ովքեր շնորհավորել են։ Պետք չի ֆեդերացիային շնորհավորել, ես գիտեմ ֆեդերացիայի մասին ձեր կարծիքը։ Դուք ձեզ շնորհավորեք, որտեղ Հայաստան երկիրն է այդ իրավունքը նվաճել։ Մի նվաճում, որը մենք 30 տարի չենք ունեցել։ Ինձ շատերը գիտեն ոչ միայն ֆուտբոլի հավաքական ֆեդերացիայի փոխնախագահ, նույնիսկ այն ժամանակ, երբ ես ընդդիմադիր եմ եղել, ես ուրախացել եմ Հայաստանի հավաքականի հաղթանակներով, ինչի ես չեմ տեսնում շատ-շատերի մոտ։ Ֆուտզալի հավաքականի հետ կապված ինձ թվում էր կլինի ընդհանուր մի ուրախություն, որովհետև կներեք, դա միայն մերը չի, դա մեր ազգինն է, բայց ես դա չեմ տեսնում։ Դա արդեն ուրիշ խնդիր է, դա խնդիր է։ Տեսեք, այստեղ կներեք մի փոքր ավելի եմ խոսելու, այս ջուրը մեր սպոնսոր հովանավորներից մեկն է, որի վրա մեր սլոգանն է՝ միասնությունը ուժ է։ Սա մենք հատուկ ենք ընտրել, որովհետև ես միշտ կարծել եմ, որ միասնությունը մեզ պիտի օգնի հաղթահարել ամեն դժվարություն։ Ոչ միայն ֆուտբոլում, կյանքում, ապրելում, ընտանիքում, ձեր ընկերական շրջապատում, ինչը ես չեմ տեսնում ընդհանրապես, նորից եմ կրկնում, անկախ այն վերաբերմունքից, որ դուք ունեք մեր անձերի նկատմամբ։ Բայց երբ խաղում է Հայաստանը, երբ Հայաստան երկիրն է ներկայանում, ես կարծում եմ բոլորս պիտի միասնական լինենք։ Ֆուտզալին գալով նորից կրկնեմ, ֆուտզալի հավաքականը ցույց է տվել բացառիկ արդյունք 30 տարվա ընթացքում։ Մենք չենք խոսում այդ մասին, որովհետև դա կարող է ասոցացվել ֆուտբոլի ֆեդերացիայի հետ։ Հավատացեք, պետք չի ֆուտբոլի ֆեդերացիան թողեք մի կողմ, ինչ ուզում եք ասեք։ Ֆուտզալի հավաքականը արժանի է բոլոր տեսակի
լավ խոսքերի, որովհետև իրենք հասել են դրան հայ տղաներով, ոչ մի բրազիլացի չի եղել։ Ֆուտբոլ զալով հետաքրքրողները կարող է Ռոբերտ դու ինքդ հաստատել, որ հաջողության հասել են բրազիլացիներով։ Մենք հասել ենք հայերով, մենք հասել ենք տեղացիներով։ Իսկ ինչ չենք խաղացել համալիրում, պատասխանեմ։ Ֆուտբոլում կա, մենք խաղերը նշանակում ենք, ամիսներ առաջ ենք նշանակում ըստ խաղի կարևորության։ Իհարկե, եթե մենք իմանայինք, որ Ղազախստանի խաղը, այսպես ասած, եզրափակիչ է, հաստատապես համալիրում կնշանակենք։ Բայց քանի որ մենք նշանակումները անում ենք մինչ դա, իսկ կար ֆինանսական մեծ խնդիր, մենք խաղերը բնականաբար թիմի հետ բանակցելով, խոսելով, խաղերը նշանակել ենք տեխնիկական կենտրոն ակադեմիայում։ Համաձայնեմ, որ շատ լավ կլիներ, եթե մենք խաղայինք համալիրում։ Կարծում եմ դեռ կխաղանք համալիրում։